Պարոն Ալեքսանյան, ինչպես է գնահատում Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը։ Նորմալ, շատ նորմալ, պաշտոնական այց էր, միջոցառում կար, որին մասնակցեց վարչապետը, այդպես։ Ամբողջ համացանցը կադրերով է լցված, Նիկոլ Փաշինյանին Չինաստանի նախագահը չի բարևել, Նիկոլ Փաշինյանին Լուկաշենկոյի կողքն է նստեցրել, այն դեպքում, որ միշտ Լուկաշենկոն քննադատում է, Նիկոլ Փաշինյանը անտեսված էր այնտեղ։ Այդ անտեսված մարդկանց կողմից են գրված այդ կեղծ մեկնաբանությունները, որպես այդպեսին ինչ կադրեր, որ Չինաստանի նախագահի հետ ձեռքսեղմվող նկարները կա, այդ կադրերը նկատի ունեք, այդ մարդիկ հատվածային կուրություն ունեն ուղղակի։ Չինաստանի նախագահի հետ վարչապետը շատ ջերմ խոսակցություն է, ձեռքսեղմումով այդ նկարը կա, այդ նկարը հրապարակված է։ Հիմա ինչ են ուզում այդ մարդիկ, ասում են չէ, չի բարևել։ Դա հիմա իրականություն է, թե իրականություն, չեք տեսել այդ նկարը դուք։ Այդ նկարը տեսել եմ, բայց ինչ կա։ Բայց մի եկալ կադրում գալիս է Լուկաշենկոին բարևում է, բայց Փաշինյանը կանգնում է եւ նրան չի բարևում։ Ջան, անկեղծելի այդ բան է, ինչ անունը, ձվի մեջ մազ եք ման գալի, լուրջ եմ ասում։ Լավ, զորախումբ ինչու չենք ուղարկել, օրինակ Հայաստանի վարչապետին հաճելի էր նստել տեսնել ինչպես Ադրբեջանի զորախումբը անցնում, բայց հայկական զորախումբ հայ ժողովուրդը, որը մեծ ներդրում ունի այդ պատերազմում, այնտեղ զորախումբ չէր ուղարկել։ Ադրբեջանի զորախումբը անցավ, պատվի առավ այնտեղ օթյակում նստած ղեկավարներին, այդ թվում եւ Հայաստանի վարչապետին եւ անցավ, ինչ, աշխարհը ինչ եղավ դրանից։ Ինչու մենք չենք ուղարկել։ Մեր զորախմբը, մեր բանակը առհասարակ իր առաջ դրված խնդիրներն է կատարում, շատ ավելի կարևոր գործեր ուներ մեր բանակը, ես ենթադրում եմ այնտեղ անելու։ Այստեղ անելու։ Ինչ կարևոր գործով, օրինակ Ինչ կարևոր գործ է, առավոտից իրիկու ինչ հոդված ասես տպագրում են։ Ինչ կարևոր գործ, մեր բանակը իր գործառույթներն է կատարում, իր աշխատանքն է կատարում։ Օրինակ խնածախում կրակոցներ են Հայաստանի բանակը, չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հրահանգել է որևէ ձևով չարձագանքել, բայց ամեն դեպքում, երբ որ արդեն թիրախային է դառնում Հայաստանի բանակի չհրանգավորված այս պահանջը, ճիշտ է։ Իհարկե ճիշտ է։ Որտեվ հակառակը դա ուղղակի ադրբեջանական կողմի էսկալացիայի ցանկություններին տուրք տալու մասին է։ Այսինքն Ադրբեջանը ուզում է իր այդ խառնիխուռն կրակոցներով սադրել, որպեսզի մեր կողմից հնչեն թիրախային կրակոցներ, որպեսզի նա էլ այդ ամեն ինչը փորձի փաստարկված ներկայացնել միջազգային գործընկերներին եւ ճակերտավոր լեգիտիմ առիթ ստանա Հայաստանի նկատմամբ նոր էսկալացիա հրահրել, Հայաստանն էլ դա թույլ չի տալիս։ Ու ես վստահեցնում եմ, դա չափազանց ջղայնացնում ու ջղաձգումների մեջ է գցում շատ դեպքերում ադրբեջանական կողմը, որտեղ նրանց երազանքի սցենարն է, որ Հայաստանը այդ իրանց սադրանքներին պատասխանի այնպես ինչպես իրենք են ուզում, այնպես ինչպես գծված է սցենարով։ Իսկ ինչու են փորձում սադրանքներ։ Որտեղ Ադրբեջանը չի հրաժարվում էսկալացիայի տանելու իր մտքից։ Պատճառը ո՞րն է, նպատակը ո՞րն է էսկալացիայի։ 1000 մի նպատակ կա որպես այդպեսին։ 1000 մի նպատակ։ Ինչքան վատ Հայաստանին, այնքան լավ Ադրբեջանը սկզբունքով շատ հաճախ։ Բայց այստեղ է մեր անելիքը պետքա լինի հենց այդ սառնասրտությունը չկորցնել ու դրանի պատասխան ոչ թե ինչ-որ հայ-հույ, հարայ-բուդուլ ինչ-որ այս ոչի մեջ գործողություններ կատարել, այլ հակառակ էլ ավելի սառը գլխով մոտենալ իրավիճակին, էլ ավելի նպատակամղված ու նպատակաուղղված շարժվել խաղաղություն կառուցել ճանապարհով։ Էդ է ճանապարհը, որտեղ դրան հակազդելու ճանապարհը Ադրբեջանի այդ էսկալացիոն միտումներին հակազդելու ճանապարհը ոչ թե դրանց տուրք տալն է ու Ադրբեջանի գծած սցենարով խաղալը, որ ինքը երբ որ փորձում է սադրել այդ սադրանքին գլխաբաց այսպես տրվելը, այլ հակառակ այդ սադրանքին չտրվելն է։ Պարբերաբար խոսելն է միջազգային հարթակներում փոխադարձաբար հրադադարի խախտման ռեժիմի դեպքերի հետաքննող մեխանիզմի ներդրման անհրաժեշտության մասին։ Իսկ այդ սադրանքները արդյոք նպատակ չունեն հերթական զիջումը Հայաստանից կորզելու։ Որ ասում եք հերթական զիջում, մի հատ այդ զիջումները կթվեք։ Դե տեսեք, սահմանադրության փոփոխություն են ասում մենք Սահմանադրության փոփոխություն մենք որ ասում ենք, սկի 20 թվականի պատերազմը չէր եղել։ Մինսկի խումբի լուծարում, որին համաձայնվել էր Հայաստանը։ Դե Մինսկի խումբը մենք ասել ենք, որ պայմաններում պիտի լուծարվի, երբ որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ինչը ոչ զիջումը, ոչ էլ բան, ինչը տրամաբանական process է, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվում ու երկու երկրները փոխադարձ կարգավորում են հարաբերությունները, իր այդ կոնֆլիկտը կարելի ասել լուծում են, էլ Մինսկի խումբը, որը զբաղվում էր կոնֆլիկտով, որպես այդպեսի նրա գոյությունը անիմաստ է։ Դեռ չկա խաղաղության պայմանագիր։ Դե մեր պնդումն էլ այնա, որ պետք է խաղաղության պայմանագրի հետ միառժամանակ ստորագրվի դա։
Չէ, բայց Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ համաձայն ենք մենք լուծարելն համաձայն, բայց ոչ խաղաղության պայմանագրի։ Համաձայն ենք, որ նույն սեղանին դրված լինի եւ խաղաղության պայմանագրի համաձայնագիրը եւ Մինսկի խումբը լուծարելու թուղթը միաժամանակ ստորագրենք երկուսն է։ Մենք դրան ենք համաձայն։ Էլ ինչ զիջում էր, զիջում Սահմանազատումը Ադրբեջանից Չէ, տեսեք, սահմանազատումը Ադրբեջանի ցանկացած հատվածներով եւ այդ Ադրբեջանի ցանկացած հատվածներով։ Իսկ ով է ձեզ ասել, որ Ուրեմն օկուպացրած տարածքներից թողնին, պարոն Արաքսյան։ Իսկ ով է ձեզ ասել, որ Ադրբեջանը առհասարակ այնց շատ ցանկանում էր այդ սահմանազատումը։ Չէ՞ ցանկանում սահմանազատումը։ Ով է ձեզ ասել, էլի դա։ Այսինքն սահմանազատում ադրբեջանց էր։ Չասում, ով է ձեզ այդպես բան ասել։ Ես չգիտեմ, չէ՞ ցանկանում, բայց պնդում եք անում, մի հատ մեզ Չէ, սահմանազատումը ցանկանում է իրականացնել իր գծած հատվածներով։ Չէ, ես ասում եմ, ձեզ ով է առհասարակ ասել, որ սահմանազատում անելն էր նախ Ադրբեջանի գաղափարը։ Հետո էլ տարածքները, որոնք ընտրված են Ադրբեջանի գաղափարներ, դա Ադրբեջանի համար ամենաերանելի տարածքն էր, որ սահմանազատված չէր։ Տավուշը նկատում։ Այո։ Բայց Տավուշը մեր կողմից շատ երանելի հատված էր։ Ընդհանրապես երանելի չէր, նախ դա հիմարություն է, որը անդիմության կողմից բան է, ներդրված ինչ-որ մի հատ թեզա երանելի հատված էր, այդ երանելի հատվածն էր, հա, որ մարդիկ քաղաքացիական անձին, քաղաքացիական մեքենաներով ոտը գազից չէին հանում կոնկրետ բանը Հայաստան-Վրաստան մայրուղու կոնկրետ հատվածներ կա ու բոլորը գիտեն դրա մասին, ոտքը գազից մարդիկ չէին հանում այդ տարածքներով անցնելուց, որ հանկարծ բանի քաղաքացիական մեքենաների վրա կրակոց չլներ։ Այդ էր այդ երանությունը, այդպես ավելի անվտանգ է։ Այո, միանշանակ։ Գնացեք այնտեղ, ուղղակի մեքենա ադրբեջանական սահմանապահ ավելի է մոտեցել մեր սահմանն ավելի անվտանգ է։ Այո։ Այն պարզ պատճառով, որ ադրբեջանական սահմանապահը կանգնել է ադրբեջանական զորքերի փոխարեն։ Ու գնդակոծվող միջպետական մայրուղու փոխարեն ունեք հանգիստ երթևեկելի մայրուղ։ Բայց մենք երաշխիք ունենք, որ նա զինված չէ։ Ինչով չի զինված։ Ադրբեջանի սահմանապահ։ Սահմանապահը իհարկե զինված է, բայց սահմանապահի զենքն է նախ ուրիշ։ Երկրորդը սահմանապահի գործողություններն են ուրիշ որպես այդպեսին։ Ես ձեզ նորից եմ ասում, ուղղակի գնացեք Տավուշ մարդկանց հարցրեք կամ այդ ճանապարհով բարբերաբար երթևեկող մարդկանց հարցրեք, ասեք կոնկրետ այն հատվածը, որ ուղիղ դիտարկում էր Ադրբեջանի կողմից։ Բացեք մամուլը, կարդացեք։ Ուղղակի նախորդող տարիների քանի դեպք ա եղել քաղաքացիական մեքենաների ուղիղ գնդակոծում Ադրբեջանի կողմից։ Հիմա եթե այդ փառապանց անվտանգությունը հենց այդ էր, որ քաղաքացիական մեքենաները գնդակոծում էին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու վրա, չգիտեմ ինչ ասեմ։ Երանելի բան էր տենց, իրավիճակ էր։ Շատ երանելի էր։ Երևի ուղղակի երանելի էր այն մարդկանց համար, ովքեր այդ ճանապարհով չէին երթևեկում ու մեքենաներով չէին կամ գոնե առնվազն բրոնապատ մեքենաներով էին։ Ենթադրում եմ իրանց համար շատ երանելի վիճակ էր։ Բայց անվտանգության տեսանկյունից միանշանակ է, որ սահմանազատումն ու սահմանագծումը միայն ու միայն դրական ազդեցություն է ունեցել։ Իսկ որ դպրոցը անմիջապես թիրախում է ադրբեջանական նույն սահմանապահի։ Դպրոցը գտնվում է այնտեղ, որտեղ գտնվում է, ու դպրոցում դասերը շատ նորմալ ընթանում են, դպրոցի անվտանգությանը ոչինչ չի սպառնացել։ Էս էլ այն նույն ժանրից է, որ հարայհասեք ոսկեպարի եկեղեցին հանձնում են։ Իրանց մտքում իրանք ոսկեպարի եկեղեցին հանձնել են, իսկ վարչապետը օրինակ օրերս ոսկեպարի եկեղեցու մոմ վառեց։ Իսկ իրանց ուղեղներում ոսկեպարի եկեղեցին կշարունակի մնալ հանձնված, այդ նույն ժանրից է դա ուղղակի։ Լավ, պարոն Ալեքսյան, վերադառնալով էլի Ռուսաստանի այցին, դուք ասում եք Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է Հայաստանում իրականացնում, իշխանափոխության է ձգտում։ Այդ պայմաններում Հայաստանի ղեկավարը գնում է այնտեղ հիբրիդային պատերազմ հայտարարած երկրում։ Սա ինչու՞։ Չէ, դուք ասում եք Ես եմ ասում։ Դուք չեք ասում։ Օրինակ դուք Ալեն Սիմոնյանը ասում է Ռուսաստանը Հայաստանում հիբրիդային պատերազմ է իրականացնում։ Բայց հայտարարել է։ Չգիտեմ, չհայտարարել։ Բա հենց այդ է, այդ շատ առանցքային բան կա։ Եթե հայտարարեն, կարծում եմ չարժի գնալ ոչ մի անգամ Ռուսաստան, բայց չեն հայտարարել, չէ։ Բա ինչ եք ասում, որ հիբրիդային պատերազմ իրականացում Հայաստանում ռուսական կողմից։ Ժողովուրդ ջան, կա պատերազմ, որը իրականանում է միանշանակ։ Բայց հայտարարված է արդյոք այդ պատերազմը։ Ոչ հայտարարված չի, որտեղ օրինակ Ռուսաստանի դեսպանը ասում է, որ Հայաստանին դիտարկում են որպես դաշնակից, լավ են վերաբերվում եւ այլն, բայց սրան զուգահեռ ասում են այո երկրորդ ճակատ են ուզում բացել այստեղ արեմտյան ուժերը։ Լավ։ Բայց այս կոնտեքստով այն ինչ տեղի ունենում, այդ բոլորը տեսնում են, ժողովուրդ ջան, այդ բան չի։
Հիմա Ռոբերտ Քոչյանը այն ձայնագրության համար մեռա ասելով Ռոբերտ Քոչյանը, որ Վլադիմիր Պուտինին է դիմում, այդ ձայնագրությունից ասում խնդրում եմ մի բան արես քաղաքականությունից դուրս գամ, քո խնդրանքով եմ մտել քաղաքականություն։ Մենք ասեցինք, սեն ձայնագրություն կա, մամուլը գրեց, այդ ձայնագրությունից խոսացինք, ասին բանով արհեստական բանականությամբ ասարկած, ասինք շատ լավ, դե դատի տվեք, թող փորձաքննության ենթարկվի այդ անտեր ձայնագրությունը։ Դուք եք միայն դատի տալիս իրենց բանալիցեն իշխանությունն է, միայն դատ ու դատաստան իրականացնում, դուք նախկին իշխանությունների հետ ներկայացուցիչների հանդեպ իրավապահ համակարգը Չէ, իրանք քիչ են դատի տալի։ Ձեզ թվում է քիչ են դատի տալի։ Քանի դեպք կա, որ զրպարտության համարել են դատի տվել նույն Քոչարյանները, վիրավորանքի համար, այս մեկի համար են մեկի, բախի էս մի դեպքով չեն տալի։ իշխանությունը ձեզանից է պահանջում դատել, ինչպես դուք եք ասում, նախագահների։ Ինչի այս զայնագրության թեմայով չեն տալի դատի, որպեսզի փորձաքննություն տեղի ունենա։ Արհեստական բանականության Այնքան կարևոր օրակարգ է սպահին, որ առաջնահերթ են դրա համար։ Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ ուրիշ պետության ղեկավարին ասում է խնդրում եմ մի բան արա անգնեմ ոտերդ ինձ հանի էս ամեն ինչի մեջից ես քո խնդրանքով եմ մտել այս թեմայի մեջ, այդ կարևոր չի։ Դա այնքան կարևոր է, որ Այդ կարևոր չի, որ փաստացի դա գործակալի տեքստ է այդ բանում հնչածը։ Այդ կարևոր չի։ գործակալը ինչ գործ ունի ազատության մեջ։ Իսկ ով ասում որ բոլոր գործակալները պետք է նստեն։ Դուք փաստորեն ասում իշխանությունը հայտնաբերել է, չէ՞։ Մի վարքյան։ Հիմա Հայաստանը Ռուսաստանի հետ միջպետական 1000 ու մի պայմանագիր ունի։ Հիմա ձեզ իրոք թվում է, որ Ռուսաստանի բոլոր գործակալներին Հայաստանը պետք է բռնի ու նստացնի։ Չի կարա Հայաստանը բռնի ու նստացնի Ռուսաստանի գործակալներին։ Չէ, ի՞նչ է նշանակում Հայաստանը Ռուսաստանի գործակալ։ Հիմա ի՞նչ է ԱԴՑ-ի ինչքան գործակալ կա, պետք է բռնել նստած։ Չկա տենց բան։ Նույն հաջողությամբ ձեր գործակալներին էլ դուք չեք կարող բռնել նստած։ Նկատի ունեմ, եթե օրինակ ընդդիմության կողմից որոշակի մարդկանց հասցեին նման մեղադրանք հնչի, դուք էլ այդ դեպքում քննության առարկա չեք դարձնի։ Մի բանա մեղադրանք հնչի, մի բանա ուղիղ ձայնագրություն, որ յուրաքանչյուր օբյեկտիվ լսող մարդու համար հստակ հասկանալի է, որ բանա։ Այդ ձայնագրության մեջ խոսացողը Ռոբերտ Քոչյանն է, իրանք ասում են արհեստական բանական 23 թվին արհեստական բանականությունը կարար տենց վերարտադրել Ռոբերտ Քոչյանի ձայնը։ Հա, հեսա, իհարկե։ Պարոն Ալեքսանյան, լավ, այդ կոռուպացվածներին, ձեր ասած գործակալներին, այդ մարդիկ գալիս են խորհրդարան, Նիկոլ Փաշինյանը գալիս է ու կոռուպցիայի այդ մարդկանց քաղաքական, այսպես ներկայացուցիչները, Նիկոլ Փաշինյանը ամբիոնից ասում է դուք նստելու եք։ Սա իրավապահներին ուղիղ հրահանգ չի։ Դատողական վերլուծություն։ Այսինքն վարչապետը դատողական վերլուծություն է ասում։ Պետը քաղաքական գործիչ է եւ իհարկե կարող է դատողական վերլուծություն անի։ Այօնակ դուք որ այդ մեղադրանքները կարդում եք ու համադրում եք դրանք բանի հետ։ Նման դատողական վերլուծություն չեք ասում եմ դատարանի վճռին։ Հա, բայց դատողական վերլուծություն անել էլ ձեզ ոչ մեկ չի արգելում։ Իդեպ հիմա օրինակ որ բան է, ինչ է անում, տենակ փողոցում մեկը մարդ սպանեց, դատախազն է մեղադրանք ներկայացնի, դուք էլ ասեք նստելու է այս սրիկա մարդասպանը։ Արդյոք դուք ինչ որ հրահանգ եք տալի, որ Ես ուրիշ եմ, երկրի վարչապետը ուրիշ է։ Հա, բայց երկրի վարչապետը ոչինչով կաշկանդված չի դատողական վերլուծություններ անել։ Հիմա եթե գտնում են, որ դա ուղիղ հրահանգ է, թող այդ ուղիղ հրահանգի մասին հաղորդում տան հանցագործության մասին։ Իսկ որ ասում Բայց այդ բանը հիմար պնդում է իրականում, դրա համար չեն անում տենց բան։ Եթե գտնեին, որ իրոք տակը մի բան կա, ես վստահեցնում եմ 50 անգամ արդեն դիմել են, բայց տենց չի, որտեվ անկախ ամեն ինչից յուրաքանչյուր քաղաքական գործիչ էլ ունի իր մտածելու կարծիքի իրավունքը եւ այդ կարծիքը ազատ արտահայտելու իրավունքը։ Իսկ երբ որ ասում է համբալներ, դա էլ է դատողական դիրքորոշում, միտք, արտահայտություն։ Չէ, ես կարծում եմ տվյալ դեպքում գործ ունենք պատասխան վիրավորանքների հետ ընդհանրապես դա է։ Նորմալ է վարչապետը, երբ որ այդպիսի արտահայտություն է անում։ Նորմալ է, որ ընդդիմադիր падգամավորը օրինակ ասում է դավաճան։ Եթե հիմա ինչ-որ մեկին թվում է, թե համբալը ավելի վիրավորական է, քան դավաճան եզրույթը, ես չգիտեմ, ես այդ մարդու արժի համակարգի հետ կապված շատ լուրջ հարցեր ունեմ։ Դա նորմալ է, թե նորմալ չի։ Չէ, իսկ այդ հարցը օրինակ մեր ընդդիմադիր գործընկերներին տալիս եք, օրինակ ասում եք, դուք ձեզ ոնց կզգաք, եթե ձեզ ասեն դավաճան։ Ես ման նկատի ունեմ, որ
Բոլորն էլ կարող են ինչ-որ բայ հունից դուրս։ Պարոն Ալեքսյան, ասում են դուք հայրենիք եք հանձնել, դե հայրենիքի հանձնա։ Էդ է հիմնավորումը։ Այդ հայրենիքի հանձնումը իրանց ասած իրանք են անձամբ ստորագրել։ Իրանց ընտրած նախագահն է ստորագրել, իրանց առաջադրած, իրանց կուսակցության, առաջադրած իրանց կուսակցության Դուք եք ճանաչել Արցախ-Ադրբեջանի կազմը։ Մենք չենք ճանաչել, առաջինը, չգիտեմ, Պուտինն է ճանաչել։ Պուտինից առաջ 91 թվին Ալմաթայով է դա ճանաչվել։ Այդ վասմա առաջին դուք եք ճանաչել Ադրբեջանի, բա իրանք ինչ էին ճանաչել։ Ինչ էին ճանաչել։ Եթե ինչ որ ուրիշ բան էին ճանաչել, որտեղ է դա արտացոլվում։ Ասենք անկախությունն էին ճանաչել։ Չէին ճանաչել, ոչ մի անգամ չեն ճանաչել անկախությունը։ Հայաստանի կազմում էին ճանաչել։ Բա որ Հայաստանի կազմում էին ճանաչել ինչ Լեռնային Ղարաբաղի նախագահ, ինչ ազգային ժողով, ինչ Լեռնային Ղարաբաղի ոստիկանություն։ Պետք է հայկական ոստիկանություն, Հայաստանի ոստիկանությունը չէր, քիչ էր ուղիղ ենթարկվում Հայաստանի Հանրապետությանը, մարզ չէր, կարգավիճ, բայց ինչ են ճանաչել։ Հայկականներ եւ ընթանում էին բանակցություններ։ Ինչա նշանակում Արցախը հայկական էր եւ ընթանում էին, էլի հայկական էր, ճանաչելուց հետո էլ էր հայկական։ Այդ Պրահայից Պրահան են, չէ՞ ասում, Պրահայից հետո էլ էր հայկական։ Եվ կարող էին ընթանալ բանակցություններ, իրանք գնացին եւ լախում ստորագրեցին կապիտուլյացիա, որտեւ իրանք կապիտուլյան սրիկաներ են։ Գնացին ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիան, Ոչ մի բանից տեղյակ չէիք, դուք ոչ մի բան չէիք արել, այսքան բանակցություն տեղյակ կլինենք, շատ բանից կարանք տեղյակ չլինենք, բայց մեր տեղյակ լինելը չի, որ այդ հարցը փոխում է։ Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովը այդ օրերին մի 50 հատ հայտարարություն է տարածել, մեզ ասելով գործ չունեք մեր հետ, մենք մեր գլխի ճարը կտնենք, դուք մեր տեղը ոչ մի բան էլ չեք որոշելու։ Մենք էլ ականջալուր լինելով Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովի բազում հայտարարություններին, ոչինչ էլ մեծ հաշվով ոչ կարեցել ենք խառնվենք, ոչ է խառնվել ենք, ել չասած են ցնծությունը, որ ապրում էին, երբ որ Լեռնային Ղարաբաղում իշխանազավթում արեցին, Հայկ Մամիջանյանն ասում էր, չէ, այս իշխանազավթումից հետո Լեռնային Ղարաբաղը արդեն ունի դաշնակիցներ հանձինս Ռուսաստանի Դաշնության։ Ու սպասեք լավ լուրերի ժամերի ընթացքում։ Այս ժամերը չտեսանք, բայց մի երկու օրից տեսանք, թե այդ ինչ լավ լուր նկատի ուներ պարոն Մամիջանյանը Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայի տեսքով։ Տեսեք, երկու հակասող բան, մեկ ասում եք իրենք գնացին ստորագրեցին, իրենք իրանց իրավասություններ, երկրորդը Հայաստանի վարչապետի հայտարարությունը, երբ որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Եթե իր իրավունքը չէր, արցախցիներն էին ամեն ինչ որոշում, ինչու էր այդ ճանաչում դրսում Արցախ Ադրբեջանի կազմում։ Չեմ հասկանում այդտեղ բանական։ Իրար հակասող չեն, մեկ թողնում եք իրենց ուսերեն, մեկն էլ դուք վերցնում եք ձեզ իրավունք ճանաչել։ Ինձ որ ասեք, բայց չեն ասում, որ Պուտինը խեր ճանաչում նոյեմբերին։ Պուտինին ինքն իր երկրի շահերն ու մեզ ինչ կապ ունի թե Պուտինին։ Մեր երկրի շահերն ունենք։ Այդ ձեզ խի է թվում, որ Պուտինը կարա Ռուսաստանի շահերը աչքի տակ ունենա, մենք չենք կարող Հայաստանի շահերը նկատի ունենանք։ Թե սաղին միշտ թվացել է, որ Հայաստանի շահերը ու Հայաստանի անկախությունը պետք է մշտապես մատաղ լինի սաղի ոտերի տակ։ Իսկ որ Հայաստանի տարածքային ինքնիշխանությունն է Պրահայում ճանաչվել, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն է ճանաչվել Պրահայում, այդ ոչ մեկի հետաքրքիր չի։ Նրանից հետո որ բան էր Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքի վրա էր հարձակվել ու մեր հապկ դաշնակիցներն ասում էին, բա ուր է ձեր սահմանը, մենք այդտեղ ոնց որ չգիտենք ձեր սահմանն ուր է։ Դες ջերմուկի վրա հարձակում էր եղել, բայց մեզ ասում են, բայց այդ ուր է ձեր սահմանը։ Մենք ոնց որ դե լավ չենք տենում այդ սահմանը։ Այդտեղ ոչ մեկի հետաքրքիր չի։ Պուտինի հետ քննարկել մի դեպ եղել է։ Ինչ է նշանակում Պուտինի հետ քննարկել։ Պուտինի հետ հազար ու մի անգամ կարող է քննարկված լինի այս հարցը, բայց դա չի հարցը։ Հարցը ստեղ ուրիշ բան է։ Այդ որ տենց ասում են Պրահայում հանձնեց, Պրահայում միակ բանը, որը որ հանձնվել է որպես այդպեսին, դա կոնկրետ ուժերի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանություն ու տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնելու գաղափարներն ու մտքերը ու երազանքներն են եղել, որ հանձնվել են հողին Պրահայում, ուրիշ բան չի հանձնվել Պրահայում։